բարմեք ուղղակի ամբողջությամբ դիտակցելու համար աշխարհի 4 հեղինակային կինոյի աշխարհի 4 առաջատար փառատոների Լոկարնոյի, Վենետիկի, Բերլինի եւ Կաննի կինոփառատոների միակ կենթանի գլխավոր մրցանակակիրը Ջաֆար Խանյանը։ سلام عزیزان خدمتتون و خیلی خوشحالم که تو جمعتون هستم. ողջունում եմ բոլորին եւ անչափ ուրախ եմ, որ ձեր հետ եմ։ هر بار که میام اینجا واقعا با خاطرات خوب برمیگردم. Ամեն անգամ երբ լինում եմ Հայաստանում, լավագույն հուշերով եմ վերադառնում։ ولی امشب با تمام چند باری که اومدم خیلی فرق می‌کنم. Բայց այս գիշերը տարբերվում է բոլոր մյուս այցելություններից։ برای من امشب خاطره بزرگی خواهد بود. Այս գիշերը իմ համար լինելու է ամենատպավորիչ հուշը։ به خاطر اینکه میخواهم از یک مردی حرف بزنم که որովհետև ուզում եմ խոսել մի մարդու մասին, در یک آب کنارش ایستادن بزرگترین نعمت. որ իր հետ մի տարածքում լինելը դա չափազանց մեծ պարտավորություն է։ من یادم دانشجو بودم، از در دانشگاه اومدم بیرون. Ես հիշում եմ ուսանող ժամանակ համալսարանի դռնից դուրս եկա։ کنار دانشگاه ما یه دونه سینما بودش. Մեր համալսարանի կողքին կինոթատրոն կար։ دیدم این مرد بزرگ، این فیلمساز بزرگ خودش داره شیشه های اون سینما رو پاک میکنه تا پوسترهای فیلمش رو بزنه. Ու տեսա, որ այս մեծ մարդը ինքը մաքրում էր կինոթատրոնի ապակիները, որպեսզի իր ֆիլմի պոստերները փակցնի։ من نیم ساعتی واسطادم و فقط رو تماشا میکردم. Ես կես ժամ կանգնած միայն նայում էի իրեն։ و از او آموختم که برای ساختن فیلم باید در کوچکترین مسئله دقت کرد و خودت باید نظارت کنی تا اون چی که میخوای در بیاد. Եվ իրենից սովորեցի, որ երբ ֆիլմ ես նկարահանում, պիտի ամենափոքր դետալներին ուշադրություն դարձնես եւ պիտի ինքդ զբաղվես այդ ամենով։ خانم ها آقایون، بعضیا فقط فیلم نمیسازن، بعضیا راه میسازن. Տիկնակ եւ պարոնայք, որոշները միայն կինո չեն նկարահանում, նրանք ճամփա են ստեղծում։ اونا درختای تنومندی هستند که ریشه میدونن. Նրանք վիթխարի ծառեր են, որ արմատներ ունեն, در کنارشون درختای دیگه به وجود میاد որոնց կողքին աճում են ուրիշ ծառեր, که درس مقاومت رو از اون درخت تنومند یاد میگیرن. որ դիմացկունության դասն են սովորում այդ վիթխարի ծառից։ من همیشه آرزوم بود که این مرد بزرگ رو کنارش باشم. Ես միշտ երազել եմ լինել այս մեծ մարդու կողքին։ او به من خیلی آموخت. Նա ինձ շատ բան է սովորեցրել։ باور کنید تنها کسی بود که مقاومت رو به من آموخت. Հավատացեք, որ նա միակ մարդն է, որ ինձ սովորեցրեց դիմակայել։ که زیر هیچ فشاری از اون خواسته‌ای که برای فیلمسازی دارید دست بر ندارید. Որ ցանկացած արգելք չկարողանա հաղթահարել քո կինո նկարահանելու ցանկությունն ու կարողությունը։ و امشب میخوام ارادت خودم رو به مرد بزرگ سینمای ایران ابراز کنم. Եվ այս գիշեր ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել իրանական կինոյի մեծագույն ռեժիսորին։ استاد امیر نادری. Վարպետ Ամիր Նադերի։
Pizar. Պարոն Փանահի, ես չգիտեմ ինչ ասել, դուք ուղղակի ինձ խենթացրեցիք այս գիշեր։ آقای پناهی یکی از مهمترین فیلمسازهای معاصر ماست. Պարոն Փանահին ամենակարևոր եւ մեծագույն ռեժիսորներից է ժամանակակից Իրանի կինոյի, راه رو برای آینده و برای همیشه باز کرده. որ ճամփա է բացել դեպի ապագա։ در کنار آقای کیارستمی. Պարոն Քիավոստանի հետ միասին։ این جایزه برای من خیلی اهمیت داره چون که یکی از مهمترین فیلمسازهایی که من دوست دارم آقای پاراجانوفه. Այս մրցանակը իմ համար շատ նշանակալից է, որովհետև իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը դա Փարաջանովն է։ فکر می‌کنم که آخرین آدم باقی مونده در سینما بود که به طور واقعی از کشورش، از تمام اون فرهنگی که داشت و تمام چیزایی که می‌دونست راجع به زندگی در جایی که زندگی می‌کرد فیلم ساخت. Կարծում եմ նա վերջին եւ ամենակարևոր ռեժիսորներից էր, որ կարողացավ այն երկրում, որտեղ ապրում էր, այդ տեղի մշակույթի եւ այդ վայրի մշակույթը իր կինոյով ցուցադրել։ حالا امشب آقای پناهی برای من یکم جالبی واقعا. Այս գիշեր պարոն Փանահին է նույն տեղում։ و من این جایزه خواهش می‌کنم. من این جایزه رو تقدیم می‌کنم به فیلمسازهای جوان کشورم. Ես այս մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ կինոռեժիսորներին, که مثل آقای پناهی راه برای آینده بسازن. որպես պարոն Փանահի նման ճանապարհ բացեն դեպի ապագա։ و از همه چی مهمتر برای شهری که من توش به دنیا آمدم، خوزستان آبادان، برای فیلمسازهای جوان اون منطقه. Եվ նաև նվիրում եմ այս մրցանակը իմ ծննդավայրի երիտասարդ կինոռեժիսորներին, Աբադանի, Խուզեստանի երիտասարդներին։ خیلی ممنونم. همه چیز قربونتون. کارت. Շնորհակալություն բոլորիդ հետ։